Ես ուսանող ժամանակ մեկ-մեկ երթուղայինի վարորդին խափում ասում էի, տեղը ստացած է ու իջնում էի։ Բայց գումար չուներ, որ որովհետև սիրուն բան չես արել, էլի, արի խնդրում։ Գումար ուզում էի մնալ ինձ, որովհետև ինձ այդ տարիքում 16-17 տարեկան է, որ առաջի կուրս եմ գնացել, 16 տարեկանում եմ գնացել։ Իսկ եղել է, որ ընկերները տերին են, ասես իրան ստեղնել է ստացել։ Չէ, 200 դրամ էին ինձ կասնում տանը։ Ատենց էլ հաշվում են, դե գնալուց կասես ստացած, հա։ 100 դրամ էլ բուրկի միած։ Այսպես նորմալ կտած գալուց չկապես, տես դասիրակություն չունես։ Իսկ որ գնում էր, իջնում էր, ասենք երթուղայից ասում էր ստացած է, իջնում էր ու դատարկ էր լինում մեքենան։ Վարորդը չէ, ասում Տղա ջան, ով է ստացել։ Դու ես միակ։ Միատ հետաքրքիր գաղտնիք բացեմ, ինքը դատարկ ժամանակ չեմ արել դա։ Չէ, դատարկ, երբ որ դատարկ է լինում չի անում։ Այ եղել է որ կրկնվեց օրինակ։ Չէ, զգուշ է անում, չէ։ Վարորդի վրա կամիջով գիծ է։ Չէ, զգուշ է հիմնականում։ Ինչ է կարծում ես պատմությունը ճիշտ էր։ Ռոբը տենց բան արել ու հաճախակի։ Ինքը տալ անի։ Անդրեն չի անում, բայց Անդրեն ազնիվ է, աստիգ է։ Անդրեն հետո Ռոբից հետո 200 դրամ տալիս։ Անդրեն կախված գազը, ապեր դիրոք է բաց ես անում եմ։ Գազելից կախված, գազենը հոսում է։ Ռոբը արել է նման։ Այդ ֆոնդի բան կարող է հավատամ, բայց որ տենց ասի գնա առանց վճարելու մի քիչ ինձ։ Ինձ էլ աթվում որ սուտ է այս պատմությունը։ Չի չեր անի Ռոբը տենց բան, հաստատ։ Մենք կարծում ենք որ այս պատմությունը սուտ է։ Իրականում այս պատմությունը ճիշտ է։